Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսպեսով լսել եմ, որ դուք հետաքրքրված եք բանկային փոխառությամբ։ Թույլ տվեք այստեղ ձեզ ընդհատել, իմ անունը Ջեյսոն է, սա Բենն է, եւ մենք Գյուտարար ձեռներեց ենք։ Մեր կարգախոսն է մենք գալիքը ներկա ենք դարձնում։ Խնդրեմ փակեք ձեր աչքերը։ Ես աչքերս բաց Ես կփակեմ աչքերս։ Պատկերացրեք ձեր մտերիմների հետ զբոսնում եք ինչ-որ դաշտում։ Ջրափոսի կողքով անցնելիս նայում եք ջրին եւ ինչ եք տեսնում։ Ձեր արտացոլքը, բայց մի ուղիղ մազապունչ ընկել է ձեր դեմքին։ Եվ ահա, առաջին շարժական մազագանգրացուցիչը տղամարդկանց համար։ Բում։ Չէ, ձեռք մի տվեք, մի քիչ տաք է։ Մետաղը տաք է, այո։ Հա, Հոտը զգում եք։ դա հաջողության հոտն է, Ջեյսոն։ Իմ կարծիքով հոտը սարքից է։ Դե, գիտեք, սա դեռ նախատիպն է։ Նաև ասացինք, որ շարժական է։ Այո։ Նայեք, հետևում հարմարանք, կա որ կարելի է ամրացնել։ Վերկացիև ցույց տուր։ Թույլ տվեք։ Ամրացում Ձեզ է դուր անմիջապես պետք է հավանեք այն։ Դուք փորձեք ձեր գոտու վրա։ Չէ, պետք չէ։ Պետք չէ, իրոք պետք չէ։ Լսեք։ Ինչ չափի գումարի մասին է խոսքը։ Սա ուղղակի սմայլիկ է։ Տղաներ, դուք գոնե բիզնես պլան ունեք։ Եթե սկզբում ձեր աչքերը փակած լինեիք, հիմա ամեն բան ավելի հասկանալի կլիներ։ Լսեք, մենք արդեն վերջացրինք, լավ։ Գիտեք ինչ, մենք ձեզ կզանգենք։ Ու եթե փոխեք ձեր միտքը, Դուք զանգեք մեզ։ Այդպես է սա։ Շնորհակալ եմ։ Տաք է։ Երանի նրա աչքերը փակված Չեմ լիներ։ հասկանում։ Լուրջ։ Արի գնանք։ Բենեդիկտ Կամբերբ։ Տելեպորտացիա։ 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 Մարդու մտքում տվյալների պահեստավորում։ Որ էլ չկարդանք, որ կարողանաս տեղեկությունը ֆլեշ քարտի միջոցով դնես ուղեղիդ մեջ ու վերջ։ Չգիտեմ Ամերիկայում ինչպես, բայց Աֆրիկայում մենք դա չունենք։ Երբ կեղտոտամանները ուղակի դնում ես դրա մեջ ու ինքնուրույն լվանում է։ Չէ, աման լվացող սարք չէ։ Ինքդ քո փողը սարքելու ձև, ոչ թե աշխատես դա, այլ օրինակ տպես։ Ավելի արագ ու մաքուր տրանսպորտ։ Դա աման լվացող սարք չէ։ Թրջող սարքը ված չէր լինի, անձնական թրջող սարք։ Ընտիր կլիներ թրջող սարք ունենալ, որ ամեն օր հնարավորություն լիներ ուզածը տեղը թրջելու։ Թրջող ավտոմեքենա, Թրջող ավտոմեքենա։ թրջող ավտոմեքենա։ Երկաթե մարդու հանդերձանք, հավես կլիներ։ Հետո էլ ռոբոտ ձեռքը վերցնում է ամանը, մաքրում է, լվանում է դա, ասենք ուտելիքը թափում է։ Աման լվացող սարք։ Հա, երբ բարձրաձայն ասում ես անիմաստ է հնչում։ Վերջին 120 տարում կյանքի տևողությունը կրկնապատկվել է։ Այսինքն մեր կյանքը 19-րդ դարի մարդկանց կյանքից միջինը կրկնակի երկար է։ Մենք ապրում ենք հակաբիոտիկներով, զարգացած վիրահատական միջոցներով եւ ժամանակակից բժշկագիտական հայտնագործություններով լի աշխարհում։ Մի քանի տարի առաջ իմ ընտանիքը ծանր լուր ստացավ։ Քևինը ավակ եղբայրս գործով դուրս էր եկել քաղաքից եւ հյուրանոցում ցավի նոպայի մեջ ընկել էր։ Ստուգումներից հետո նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ գտան։ Ոստի հետևյալ ողջ տարին նա անցավ սկզբում վիրահատության, ապա ճառագայթումների ու քիմիաթերապիայի միջով։ Բարեբախտաբար դա օգնեց։ Սկզբում նրան 18 ամսվա կյանք էին տվել, բայց դա ավելի քան 3 տարի առաջ էր։ Նախորդ 2 տարում նա ապրել է քաղցկեղից լրիվ ազատ։ Ես այնքան գոհ եմ, որ ապրում եմ այս ժամանակաշրջանում, երբ բժշկագիտության զարգացման շնորհիվ մեզ հասանելի են բուժման ժամանակակից հրաշալի միջոցներ։ Բայց մոտ մի շաբաթ առաջ, երբ այս նախագծի համար նկարահանում էինք անում, Քևինը նոր էր վերցրել վերջին ստուգման արդյունքները, ինձ գրեց, որ նորից քաղցկեղի հետքեր կային, ուստի նրան նորից քիմիաթերապիա նշանակեցին։
Մենք սկզբից էլ գիտեինք դրա հավանականության մասին, քանի որ այդ տիպի քաղցկեղը կրկնվելու շատ խիստ մեծ հավանականություն ունի։ Թեև քաղցկեղի դեմ պայքարին օգնող շատ լավ միջոցներ կան, սակայն դրա վերադարձը կանխող միջոց կարելի է ասել գոյություն չունի։ Ինչու եմ սա պատմում ձեզ։ Բոլորս էլ երբևէ մեր կամ մեր մտերիմների առողջության առումով հանդիպում ենք նման դժվարության, երբ պարզապես հարց է ծագում. Աստված արդյոք բժշկում է։ Եվ եթե անցնես Սուրբ գրքի էջերով, կտեսնես, որ Աստված իրոք բժշկող է։ Ելից 15:26-ում ասվում է. Ես եմ Տերը, քո բժիշկը։ Բժշկման մասին խոսելիս Աստվածաշունչը նկատի չունի միայն զգացմունքային, հոգեբանական կամ հոգևոր բժշկումը։ Աստծո խոսքը վերաբերում է նաև ֆիզիկական բժշկմանը։ Ավետարանները լի են պատմություններով, թե ինչպես էր Հիսուսը հրաշքով բժշկում մարդկանց։ Մեր ընկերներից Քրիստալը անձամբ անցել է դրանով։ Պատանի հասակում ես շատ սպորտային էի, բայց մի անգամ վազքի մրցումից հետո ուշաթափվեցի, ինչը բոլորովին բնորոշ չէր ինձ։ Դրանից մոտ 3 շաբաթ անց մի օր վերնազգեստս հանելիս, երբ ձեռքերս այսպես բարձրացրի, շունչս ուղղակի կտրվեց։ Դրանից էլ 3-4 շաբաթ հետո մի առավոտ արթնացա վզից վրա մի մեծ ուռուցքով։ Ինձ սկսեցին ստուգել, կրծքավանդակի ռենտգեն, տոմոգրաֆիա արեցին ու շտապ ուղարկեցին հիվանդանոց, որտեղ 2.5 օրվա ընթացքում էլ բիոպսիա արեցին եւ ախտորոշեցին քաղցկեղ։ Դրանից արդեն մի ժամ անց սկսեցի քիմիա ընդունել, որովհետև ինձ ընդամենը 2 շաբաթ էր մնացել ապրելու։ Առաջին անգամ դեպի թերապիայի սենյակ գնալն իրոք վախենալու էր, որովհետև չգիտեի, թե ինձ ինչ էր սպասվում։ Հիվանդանոցում առաջին շաբաթվա ընթացքում մեր երիտասարդական ծառայությունից զանգեցին ինձ եւ ասացին, որ աղոթում էին ինձ համար, ինչը շատ քաջալերող էր։ Արդեն 20 ամիս էր, ինչ քիմիա էի ընդունում, երբ ինձ առաջարկեցին երգել երիտասարդական համագումարին։ Չգիտեմ ինչու համաձայնեցի։ Դրանից անմիջապես առաջ քիմիայի սրսկում ունեի։ Այդ օրերին ուժեղ դեղեր էի ընդունում եւ գիտեի, որ վատ էի զգալու, բայց չասացի ոչ։ Հիշում եմ, ուրբաթ ու շաբաթ օրերին երգելուց հետո ես բավականին վատ էի զգում։ Հաջորդ օրը, երբ շատ անտրամադիր մտնում էի շենք, հանկարծ Սուրբ Հոգին ինձ ասաց. Քրիստալ, այսօր հրաշալի բան է տեղի ունենալու քեզ հետ։ Եվ երբ մտերիմներիցս մեկի հետ նստած էի վերջին շարքում, անսպասելիորեն զգացի Աստծո զորավոր, գեղեցիկ ու սիրաբուխ ներկայությունն ինձ վրա։ Ես չէի կարողանում շարժվել, միայն անկառավարելի ձևով արտասվում էի։ Նման բան ես երբեք չէի զգացել։ Եվ միակ միտքը, որ ունեի, սա էր. Հիսուսն ուզում է բժշկել ինձ։ Կյանքումս ոչ մի բանի առումով այդպես վստահ չեմ եղել։ Մինչ այդ ունեցածս գլխացավը հեռացավ, սրտիս միջով մեծ ջերմություն անցավ, որից հետո երիկամներիս մշտական ցավն ինձ թողեց։ 2 տարվա մեջ առաջին անգամ սկսեցի սրտխառնոց չզգալ։ Ես պատրաստ էի բոլոր ներկաներին հայտնելու կատարվածը։ Մի 2 օր անց, երբ տուն հասա, զանգեցի թե բժշկից, թե բուժքույրերին եւ ասացի այդ մասին։ Նրանք նոր ստուգումներ անցկացրին եւ այո, քաղցկեղի հետքն անգամ չկար։ Երիկամիս ու սրտի ստուգումների արդյունքները եկան կատարյալ, լրիվ, մաքուր։ Բուժքույրերը խորապես հուզվել էին։ Բժիշկն շատ տպավորված էր, նրա հայրը ավետարանի չէր, եւ նա մանկուց մասնակցել էր տարբեր ժողովների, տեսել էր շատերի բժշկվելը, հետեւաբար լիովին հավատաց ինձ հետ կատարված հրաշքին։ Բայց ավելի ուշ ասաց, որ բավականին երկար ժամանակ Աստծո մասին չէր էլ մտածել, ուստի Աստծո գործը հրաշալի էր։ Ես տեսել եմ, որ Աստված բժշկել է մարդկանց։ Իհարկե բժշկում է, հաստատ։ Ես հավատում եմ դրան, այո։ Ինքս նման բան չեմ տեսել, բայց պատմություններ լսել եմ եւ իմ կարծիքով դա զարմանալի է։ Չգիտեմ, հրաշք ասվածը հաստատ պատահում է։ Բայց դրա հիմքում գիտական գործոն կա թե ոչ, դա արդեն պետք է պարզել։ Բժիշկներն են բժշկում։ Նա կարող է բժշկել անմիջապես կամ ժամանակի ընթացքում, բայց որ նա բժշկում է, դրան անխոս հավատում եմ։ Դա ավելի շատ քո ուղեղում է, ոչ թե վերևում։ Ես չեմ հավատում դրան։ Դու ինքդ ես քեզ բուժում։ Ես չեմ կարծում, թե նման բան կա։ Ինձ համար դա անհեթեթություն է։ Զավեշտալի է մտածել, թե Աստված դեր ունի դրանում։
Նախ, եթե Աստված մեզ ստեղծել է ոչնչից, ուրեմն կարող է նաև վայրկյանի մեջ մեզ կյանքի վերադարձնել։ Չգիտեմ, տարօրինակ բաներ պատահում են։ Ավետարանները ցույց են տալիս Հիսուսի բժշկելու զորությունը։ Մատթեոսն ասում է. Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, նրանց ժողովարաններում սովորեցնելով արքայության ավետարանը, քարոզելով եւ ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելով։ Բայց դա ամբողջը չէ։ Հիսուսը նաև իր հետևորդներին բժշկելու իշխանություն տվեց։ Գործք առաքելոց գրքում կարող ենք տեսնել, թե ինչպես էին աշակերտները ամենուր բժշկում հիվանդներին։ Եկեղեցու պատմությունը եւս վկայում է, որ դարեր շարունակ Հիսուսի հետևորդները նույնն են արել։ Այսօր էլ Աստված իր ժողովրդի միջոցով բժշկում է հիվանդներին։ Նա քեզ իշխանություն է տալիս։ Դա մի քանի գերհոգևոր քրիստոնյաների մենաշնորհը չէ։ Դա բոլորի համար է։ Այո, Աստված կանչում է ինձ ու քեզ, որ Հիսուսի մասին բարի լուրը փոխանցենք եւ հիվանդներին բժշկենք։ Այս հանդիպումներին կուզենք հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրի համար բժշկման աղոթք արվի։ Ալֆան անցկացնելիս Ջոշ անունով իմ մի ընկերոջը մի աղջիկ խնդրել էր աղոթել իր բժշկման համար։ Նա փորձել էր վնասել իրեն, ինչի հետևանքով բազուկները ծածկված էին սպիներով, եւ նա հաճախ երկարատև շոր էր հագնում։ Այդ երեկո ընկերները նրա համար աղոթել էին եւ անմիջապես տեսել էին, թե ինչպես են սպիները խամրում ու իրենց աչքի առաջ անհետանում։ Ջոշն իր կայքեջում գրել էր. երբ բոլորը հասկացան, թե ինչ էր կատարվում, մեծապես ապշած էին, անգամ թույլ ճիչեր էին լսվում։ Պատճառներից մեկը, թե ինչու է այս դեպքն ինձ այդքան դուր գալիս այն է, որ ինքնին հրաշք լինելուց բացի այս բժշկումը կարծես արտաքուստ պատկերում է ներսում Աստծո արած գործը։ Աստված այդպես բժշկում է մեր սիրտը։ Գիտեք, աղոթքի արդյունքում երբեմն մարդիկ հրաշալիորեն բժշկվում են, բայց երբեմն էլ անհասկանալի պատճառով ոչինչ տեղի չի ունենում։ Ջոյի անունով մեր մտերիմներից մեկը 10 տարի առաջ մոտոցիկլետով ծանր վթարի ենթարկվեց։ Նրա ոտքը պարզապես 150-ից ավելի կտորների էր վերածվել։ Այդ դեպքից մինչև հիմա նա անընդհատ ուժեղ ցավերի մեջ է։ Նրա համար աղոթել են հարյուրավոր անգամներ, սակայն լիովին չի բժշկվել։ Զարմանալին այն է, որ Ջոյին նման վիճակում լինելով հանդերձ մեր ճանաչած ամենաուրախ մարդկանցից է։ Նա բոլորի համար օրինակ է իր հավատքով ու մարդասիրությամբ։ Մենք շարունակում ենք աղոթել նրա համար, նրա կյանքը հանձնելով Աստծուն։ Հայր Ռանիերո Կանտալամեսան ասում է. մենք ամեն պահի կարող ենք ազատորեն Սուրբ Հոգուց բժշկում խնդրել, սակայն եթե նա չի բժշկում, պետք չէ համարել, թե մենք հավատք չունենք կամ Աստված մեզ չի սիրում, կամ էլ պատժում է մեզ այդպիսով։ Անկախ բժշկման հրաշքի առկայությունից մի բան հաստատ է։ Աստված սիրում է մեզ եւ կամենում է հանդիպել ամեն մեկիս հետ դժվարին իրավիճակում։ Ես սա լավ հասկացա մի քանի տարի առաջ, երբ պապս հիվանդացավ։ Մենք ընտանիքով անդադար Աստծուց բժշկում էինք աղերսում նրա համար, բայց նրա վիճակը այդպես էլ չլավացավ։ Եվ հենց այդ հուսահատության մեջ Աստված սկսեց մեր սիրտը լցնել զարմանալի խաղաղությամբ, որի շնորհիվ էլ կարողացանք անցնել դրա միջով։ Անհրաժեշտ է հավատալ, որ Աստված կարող է բժշկել այս կյանքում, բայց նաև պետք է հավատալ, որ մահից հետո մենք հավիտենությունը Հիսուսի հետ ենք ապրելու։ Իմ պապը արդեն ստացել է իր փրկության հրաշքը, նոր կյանք Հիսուսի մեջ, իսկ դա մեծագույն հրաշք է, որ հնարավոր է երբևէ ունենալ։ Աստվածաշնչում խոստում կա, որ Հիսուսը մի օր դարձյալ գալու է եւ նորոգելու է ամեն բան։ Նոր կտակարանը բազմիցս է խոսում Հիսուսի վերադարձի մասին։ Այդ ժամանակ է նա վերջնականապես հաստատելու իր թագավորությունը։ Դա լինելու է եւ դատաստանի, եւ վերականգնման ժամանակ։ Ամեն ծուռը պիտի շտկվի։ Նա ստեղծելու է նոր երկինք եւ նոր երկիր, որտեղ այլևս չեն լինելու հիվանդություն, տառապանք ու ցավ։ Պողոս առաքյալը նշում է, որ ամեն մեկից ներսում խորին փափակ կա Քրիստոսի վերադարձի հանդեպ, որովհետեւ մենք սպասում ենք մեր մարմնի ազատագրմանը։ Վանկուվերում երբեմն երկարուձիգ ձմռան ավարտին վաղ գարնանը մի քանի օր եղանակը տաքանում է։ Անձրևը դադարում է, արևը դուրս է գալիս, ասես ամառ լինի, եւ բոլորը միանգամից թեթև հագուստով են դուրս գալիս։ Բայց դեռ ամառ չէ։ Դա ընդհանրապես ամառվա կանխաճաշակում է։ Դա մեզ հիշեցնում է, որ ամառը մոտ է։ Նմանապես, երբ Հիսուսը բժշկում է, դա գալիքի կանխաճաշակում է։ Դա մեզ հիշեցնում է, որ մի օր ամեն ոք առողջ է լինելու։ Երեխա ժամանակ բասկետբոլ էի խաղում ու երևի ծնկից խնդիրները հենց այդտեղից էլ սկսվեց։ Խնդիրը վատթարացավ արքայական նավատորմին միանալուց հետո։ Ջլերս կտրվել էին, ինչի պատճառով ծնկոսկրս մի տեսակ լողում էր ոտքիս մեջ։ Երկար քայլել չէի կարողանում։
Երկար նստել չէի կարողանում, իսկ վազելու մասին խոսք չէր կարող լինել։ Իմ կյանքում կտրուկ շրջադարձ ապրեցի, երբ եկա Ալֆայի, ինձ հրավիրել էին, ասեմ, որ դժկամորեն համաձայնվեցի գալ եւ ընդհանրապես շատ ամբարտավան վերաբերմունք ունեի այդ ամենի հանդեպ։ Հանկարծ առաջնորդն ասաց, որ գիտության խոսք էր ստացել։ Նա ասաց. «Մի երիտասարդ ծնկի խնդիր ունի, որը շատ վաղուց է, նա բժշկության կարիք ունի, եթե ուզի, որ աղոթենք, թող ձեռքը բարձրացնի»։ Ես մտածեցի, Տեր Աստված, դա ես եմ։ Ով է նրան ասել իմ ծնկի մասին։ Ես կամաց ձեռքս բարձրացրի միջև ականջս, ապա երկու հոգի մոտեցան ինձ ու հարցրին. «Կուզես աղոթենք»։ Ես ասացի. «Այո, ծնկի խնդիր ունեցողը ես եմ, եթե աղոթեք, շնորհակալ կլինեմ»։ Ձեռքը դնելով ծնկիս նրանք սկսեցին աղոթել։ 40-ից 45 վայրկյան էր անցել, հանկարծ ջերմություն իջավ, հետո ծակծկոցներ զգացի խուտուտի նման ու սկսեցի ծիծաղել։ Աղոթքի վերջում մի քիչ փոփոխություն կար։ Ես հասկացա, որ ինչ-որ բան էր կատարվել, բայց ուզեցի ստուգել փոփոխությունը։ Դրա համար նրանց ասացի. «Մի քիչ հետ գնացեք, պիտի ստուգեմ»։ Ես իմ ողջ ծանրությամբ հենվելով ծնկիս նստածս տեղից ցատկեցի եւ ոչ մի ցավ չկար։ Պարզապես չէի կարողանում հավատալ, որ այդքան երկար ժամանակ լավագույն բժիշկների, լավագույն ռազմական ֆիզիոթերապևտների ջանքերից հետո չկարգավորված իմ խնդիրը ընդամենը 3-ից 5 րոպեում չքացավ։ Հաջորդ օրը գնացի 6 մղոն վազքի, որի վերջում ինձ կատարելապես լավ էի զգում։ Երբ ավագ դպրոցում էի, փոքր եղբորս մոտ լեյկեմիա հայտնաբերեցին եւ լուրջ վտանգ կար նրան կորցնելու։ Մայրս ինքը անընդհատ աղոթում էր նրա համար եւ ուրիշների աղոթքի ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում։ Այդ ողջ ընթացքում թվում էր, թե ելք չկա, բայց հետո հանկարծ անհնարը հնարավոր դարձավ։ Հիմա նա լրիվ առողջ է ու քոլեջ է հաճախում եւ դա հրաշալի է։ Ես ուժեղ հարվածի պատճառով ցնցում էի ստացել։ Ինձ համար աղոթեցին եւ ես ամբողջովին լավացա։ Իմ ֆիզիոթերապևտը հաստատեց դա։ Ես նրա մոտ գնացել էի անտանելի ցավի մեջ։ Իսկ հաջորդ շաբաթ գնում եմ ու նա ապշում է ասելով. «Ինչպես։ Տարբերությունն իրոք ահռելի է»։ Իմ ավարտելուց մի քանի տարի անց մորս մոտ ստամոքսի քաղցկեղ գտան։ Նրան վիրահատեցին, բայց ընթացքում էլ ինչ-որ բան սխալ էր գնացել ու մենք չգիտեինք նա գիտակցության կգար թե ոչ։ Բոլոր ցանոթները նրա ողջ եկեղեցին մշտապես այցելում ու աղոթում էին նրա համար։ Վերջապես նա հրաշքով դուրս եկավ կոմայից եւ մինչև հիմա շատ լավ է։ Աստված կանչում է մեզ մասնակից լինելու մարդկանց բժշկմանը։ Եթե նա քեզ պարգև է տվել գործելու բժշկագիտական ոլորտում, դա հիանալի է։ Իմ կինը օրինակ բուժքույր է մանկական հիվանդանոցում։ Նա այն մարդկանցից է, ովքեր դեղորայքով ու իրենց հմտություններով բուժում են հիվանդներին։ Բոլոր դարերում քրիստոնյաները միշտ էլ արել են դա։ Եթե օրինակ նայենք հիվանդանոցների պատմությանը, հաճախ դրանց հիմնադիրները քրիստոնյաներ են։ Մեր թվարկության 325 թվականին հռոմեական կայսրությունով մեկ քրիստոնյաները սկսեցին հիվանդանոցներ կառուցել տաճար ունեցող ամեն քաղաքում։ Կանադայի հնագույն հիվանդանոցը Մոնրեալում է, որ 1645 թվականին հիմնադրել է մեկ քրիստոնյա բուժքույր։ 1880-ականներին մեթոդիստները Միացյալ Նահանգների բոլոր քաղաքներում սկսեցին հիվանդանոցներ բացել բոլոր տեսակի մարդկանց համար, առանց խտրականության։ Բժշկման համար աղոթելիս հիշեք, որ բժշկողն Աստված է, ոչ թե մենք։ Մեր ուզածը ստանալու որևէ կախարդական բանաձև չկա։ Պարզապես պետք է աղոթել, անկեղծ հավատքով ու մեծ սիրով։ Նաև նոր կտակարանը հորդորում է մեզ աղոթել Հիսուսի անունով։ Հիսուսն ասաց, որ իր անունը զորություն եւ իշխանություն ունի։ Նոր կտակարանում կա մի բան եւս. մարդու վրա ձեռք դնել։ Ուստի նախքան աղոթելը կարող ես թույլտվություն հարցնել ձեռքդ դնելու ուսին կամ եթե հնարավոր է ցավացող մասին։ Աղոթելիս կարևորագույն պահը լսելը։ Լսելը նրան, ում համար աղոթում ես, բայց նաև Աստծուն լսելը։ Աստված երբեմն նախապես ասում է, թե ում կամ ինչի համար աղոթել։
Ալֆայում հաճախ ծառայողները հարցնում են Աստծուն, թե կան արդյոք բաներ, որ նա ուզում է բժշկել, եւ լինում է, որ Աստված պատասխանում է, նրանց մտքում դա որևէ պատկերի ձևով ցույց տալով։ Մենք բազմաթիվ բժշկման դեպքեր գիտենք, երբ Աստված որևէ մեկին խոսքով ասել կամ պատկերով ցույց է տվել տվյալ մարդու առողջական կոնկրետ խնդիրը։ Աղոթքից հետո հարցրու մարդուն, թե ինչպես է, ինչ է զգում, որպեսզի իմանաս ինչպես շարունակել։ Եթե բժշկվել է, ուրախացիր նրա հետ ու գոհություն մատուցիր Աստծուն։ Իսկ եթե չի բժշկվել եւ դու կամենում ես շարունակել, նրանից շարունակելու թույլտվություն հարցրու։ Մարդիկ երբեմն աղոթքի արդյունքում մասնակիորեն են բժշկվում։ Մի անգամ Հիսուսը ձեռքը դրեց մի կույրի վրա եւ հետո հարցրեց. Արդյոք տեսնում էր։ Նա ասաց. տեսնում եմ մարդկանց, որ նման են քայլող ծառերի։ Հիսուսը նորից ձեռքը մեկնեց եւ արդեն նրա աչքերին դիպավ։ Այս անգամ կույրը աչքերը բացելով կարողացավ պարզ տեսնել. նա լիովին բժշկվել էր։ Մի քանի տարի առաջ երիտասարդական ամառային ճամբարում ես մի ողջ շաբաթ անցկացրի խոհանոցում, ամանները լվանալով։ Ինձ հետ ծառայող մարդկանցից մեկը Շանը անունով մի աղջիկ էր, որի աչքերը խիստ շիլ էին։ Նրա հետ մի քիչ զրուցելուց հետո իմացա, որ դա շատ էր խանգարել նրան կյանքում։ Այդ ճամբարում մի երեկո հատկացրել էին բժշկման նպատակով միմյանց համար աղոթելուն։ Եվ թեև առաջին անգամը չէր, որ Շանայի համար աղոթում էին, նա նորից առաջ գնաց աղոթքի խնդրանքով։ Աղոթքից հետո ավելի ուշ, երբ խոհանոցում հանդիպեցին նրան եւ նա ինձ նայեց, նկատեցի, որ նա բժշկվել էր։ Նրա աչքերը կատարելապես ներդաշնակ էին, դեմքի արտահայտությունը լրիվ ուրիշ էր։ Համոզվելու համար որոշեցի հաջորդ օրը ստուգել եւ պարզվեց, որ ճիշտ էր, Աստված նրան բժշկել էր։ Եվ դա 5 տարի առաջ էր, ու մինչև օրս նա առողջ է, ինչի մասին վկայել էր նաեւ նրա բժիշկը։ Արդյունքում նրա կյանքում փոխվել է ամեն բան, նրա մոտեցումը ամեն մեկին ու ամեն ինչին, նրա կարդալու ձևը, ավելացել է նրա ինքնավստահությունը։ Հովիվ Ջոն Ուինբերն ասել է. երբ ոչ ոքի համար չենք աղոթում, ոչ ոք չի բժշկվում։ Իսկ երբ բոլորի համար ենք աղոթում, ոմանք բժշկվում են։ Մենք անձամբ սրա փորձն ունենք։ Միմյանց համար աղոթելու օգտակար արդյունքներից մեկն էլ այն է, որ դրա միջոցով Աստված մեր սիրտը լցնում է իր Սուրբ Հոգով։ Անկամ եթե չենք բժշկվում, հեռանում ենք լցված Աստծո սիրով։ Այսպիսով հորդորում եմ, որ փորձես։ Թույլ տուր, որ քեզ համար աղոթեն, կամ ինքդ որևէ մեկի համար աղոթիր, խնդրելով Աստծուն, որ բժշկի նրան։